Ամբողջ ՔՊ-ն 3 ու այսօր հրճվանքի մեջ է։ Պատճառն այն է, որ թեև Ալիևը Սևանը անվանել է Գյոչա, Երևանը Երևան, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան, բայց թույլ է տվել Ղազախստանից ցորեն տեղափոխել Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ուղիղ ասած, հանձնում են երկիրը, ստանում են կեր։ Եկայերկիր, որն արտադրում էր, մատակարարում էր մեզ ցորեն, հանձնել են թշնամուն։ Գլուխ են գովում, թե բա Ադրբեջանով ցորեն է գալիս, ղազախական։ Մենակ այդ լուրի համար, թե ցորեն եք բերում, ինչեր եք հանձնել, ինչքան եք զիջել։ Հողը հանձնել են, զիջել են ու ասում են Ադրբեջանով ուտելիք կգա։ Արցախից որ գալիս էր, վատ էր, դա նախկիններն էին բերում։ Նիկոլն էլ պատերազմը բերեց, տններս մցրեց, այդքան զոհ տվեց, վերջում էլ թե պարտվել ենք, բայց հպարտ ենք, որ անկախ ենք, 1.5 տարի էլ զոհ չունենք, այլևս խաղաղություն է։ Այդ խաղաղությունը ձեզնից առաջ էր, անկախությունը ձեզնից առաջ էր։ Ասում է խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, դա ձեզ համար են անծանոթ երևույթ, անկախությունից հետո ոչ մի փուլում խաղաղությանը չեք մասնակցել։ Մինչ ուրիշները իրական արժանապատիվ խաղաղություն էին ապահովում, Փաշինյանը իրեն չխնայելով ստեր էր տարածում ու քլնգում էր։ Մենք ապրել ենք այդ խաղաղությունը, մինչև ձեր իշխանության գալը։ Եկաք, պատերազմ բերիք, հանձնեցիք, կզեցիք, նվաստացաք, ինչ դեմ տվին ստորագրեցիք ու ասում եք խաղաղություն է։ Նախկինում որ մենք էինք մտածում, մեր ցորենը որտեղից է գալիս, ինչքան է գալիս, կամ որտեղով է գալիս։ Կառավարությունը պատասխանատու էր ու բերում էր։ Մի վագոն ցորենը սարքել եք հայոց հարց։ Այս մարդկանց մոտ տպավորություն է, թե ժողովուրդը ընտրություն է կատարելու իրենց նման, փորով, կերով։ Սրանք փորձում են ընտրական կապիտալ սարքել Ադրբեջանի տարածքով ցորեն բերելը։